Ողջույն։ Ասում են, եթե ուզում ես իմանալ մարդու իրական դեմքն ու տեսակը, նրան իշխանություն տուր։ Եթե էությամբ մեծ մարդ է, կշենացնի երկիրը, կստեղծի հարգանքի ու վստահության մթնոլորտ։ Եթե մանր է ու հիշաչար, պետական ապարատը կսարքի իր մանկական բարդույթներն ու անձնական մուրը հանելու գործիք։ Նորմալ երկրներում ղեկավարը քնում արթնանում է մտածմունքով ոնց անի, որ տնտեսությունը զարգանա, աշխատատեղեր բացվեն, մարդիկ լավ ապրեն, խաղաղ լինի երկրի ներսում ու դրսում, բայց ինչ է լինում, երբ երկրի ղեկավարությունը ստանձնում է դասական աբիժնիկը։ Այդ երկրում ղեկավարը քնում արթնանում է մեկ մտքով. ով իմ հասցեին թթու խոսք ասաց 3-5 տարի առաջ, 15 տարի առաջ, համալսարանում, մանկապարտեզում, ով է իմ տեսանյութի մասին վատ կարծիք հայտնել, ով է ինձ խանգարում այս ինչ բանը անելուն, նրա հետևից կուղարկեմ քննչական կոմիտե, դատախազություն, ոստիկանություն, ԱԱԾ, դիմակավորված հատուկ ջոկատայիններ, հարկայինին եւ ընդհանրապես բոլորին ում վրա ունեմ իշխանություն։ Պետական շահը այս դեպքում դառնում է նման մարդու գերին։ Փաշինյանի օրինակը հենց դա է։ Նաև Ծառուկյանի նկատմամբ Նիկոլի գործողությունները հենց քաղաքական աբիժնիկություն է։ 70 տարեկան մարդուն տասնյակ ուժայներով լակոտ լուկուտավարի գետնին տապալելը հենց աբիժնիկություն է։ Լակոտ լուկուտավարին մեղմ բառ է, որովհետև իրեն հարգող, ուսադիր կրող ոչ մեկը չեր անի։ Դրանք եթե 10 հոգով հարձակվեին, 10 հարձակվեին Ծառուկյանի վրա ուրիշ իրավիճակում, բոլորին վստահ եմ կտապալեր, բայց հիմա նրանք օգտվել են այն հանգամանքից, որ չի պաշտպանում, չի դիմադրում ու տղա են խաղում։ Այսօր բացեցի կադրերը, երբ այն ադրբեջանցին անցել էր սահմանը եւ հայի սպանել, այն որ Նիկոլը արտահանձնեց։ Տեսա, որ նրան բռնելիս ԱԱԾ-ն նման տեսարան չի բեմադրել։ Բացեցի այն կադրերը, որ երկու հոգի առանձնակի դաժանությամբ սպանել էին երեխաներին եւ մորը։ Դրանց այդպիսի դաժանությամբ չէին բերման ենթարկում։ Ծառուկյանի նկատմամբ այլ է, որովհետև մարդասպանները Նիկոլի համար հակառակորդ չեն, ինքն էլ քիչ թվով մարդկանց չի տարել մահվան բերան։ Հիշում եք մի քանի տարի առաջ, որ սա հրամայել էր մարդկանց փռել ասֆալտին։ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը խուզարկում էին, բան չէին հայտնաբերում, բայց խնդրում էին թույլ տալ իրեն փռել ասֆալտին, որ նկարեն Նիկոլը նայի։ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը այդ կինոն, որ նկարել է, մենակ Նիկոլի դիտել բավարարվելու համար է կարծում եմ։ Չկա չէ մարդ, որ մտածում է, թե Ծառուկյանի նկատմամբ այս ամենը արվում է օրինականություն հաստատելու համար։ Չկա չէ մարդ, որ մտածում է, թե Ծառուկյանը հանցագործ է, արդարադատությունը պատասխան է պահանջում։ Անգամ ՔՊ-ում վստահ եմ չկա այդպիսի մեկը, որ հենց այդպես է մտածում։ Ծառուկյանի հետևից են եկել, որովհետև մեր երկրում բռնապետություն է։ Անկեղծ ասած, որ Նիկոլին ուզում եմ անվանել բռնապետ, խնդալս միտեղ էլ գալիս է, որովհետև ախր բռնապետներն էլ ամեն դեպքում լուրջ մարդիկ են լինում։ Դրա համար այս կարգի ղեկավարման անունը սխալ չեն նրանք, որ դրել են խուժանապետություն կամ լակոտապետություն։ Ծառուկյանի արժանապատվությունը մնաց բարձր անգամ այդ խայտառակ տեսանյութում, բայց մեր ուժայինների պատիվը փռվեց ասֆալտին, այդ դիմակներն էլ հենց ամոթը ծածկելու համար են։ Երեկվա ֆիլմի հեղինակը ներսում գործող բոլոր անձինք, դրանց ղեկավարները, քննչականի ու ԱԱԾ-ի այսօրվա ղեկավարները այն անձինք են, որ իրավունք չունեն պագոն կրելու, դա խայտառակելու պատճառով։ Իշխանություն կփոխվի, կմնա ինչ կլինի, նրանք պղծում են ուսադիրը։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ տեղի ունենում բացառապես հաշվեհարդար։ Կրահում ենք, որ խոսքի համար է։ Ըստ երևույթին, որ քարոզարշավի ժամանակ լրագրողի հարցին պատասխանում է, թե եթե Ծառուկյանը շպիոն է, թող գնդակահարեն։ Եթե չափացուցվի, պետքա գա մտնի իմ առյուծի մոտ։ Էսա մարդամեկ ասաց, թե բոմժ եմ սարքելու առյուծի տիրոջը։ Նրանք կալանավորեցին, բիզնեսները կապարակնքեցին, առյուծներին գողացան, մեկին էլ սպանեցին։ Գիտեք, աբիժնիկությունից վատ բան մեկ էլ երախտամոռությունն է։ Համաձայն նոթում կախված ու չհերքված տեղեկությունների, Ծառուկյանը Փաշինյանին առյուծներից ավելի շատ է կերակրել։ Ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը Ծառուկյանի նկատմամբ, նրան չի սննկացնի,
բայց հայկական բիզնեսի ու տնտեսության հերը անիծող ևս մեկ քայլ է, այն էլ հիմա, երբ արտահանման արգելքը տնտեսությունը կոլապսի է մատնում։ Ծառուկյանին պատկանող ընկերությունները բոլոր ձեռնարկությունները խուզարկել են ու կապարակնքել։ Հյուրանոցներ, ցեմենտի գործարան, կոնյակի գործարան, մարզասրահներ, բենզալցակայան եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Ընդ որում, դա արել են վնասելով, օրինակ ցեմենտի գործարանին մեծ վնասներ են տվել, արտադրական ցիկլը նաև խափանելով։ 70-ից ավելի տեղ են խուզարկել, կապարակնքել, կրկնում եմ, Փաշինյանը Ծառուկյանին բոմժ սարքել պարզապես չի կարող, բայց կարող է խիստ աղքատեցնել, ծայրահեղ աղքատության հասցնել այն քաղաքացիներին, որոնք օրվա հացը վաստակում են Ծառուկյանի շնորհիվ, իսկ նրանց թիվը 10-15 հազար եւ գուցե ավելի շատ։ Ծառուկյանը քաղաքական հայտարարություն է արել, բայց հիշաչար Նիկոլը իհարկե նույն բառն է, բայց այս դեպքում աբիժնիկ բառը ավելի է սազում։ Պետական տերորի ողջ մեքենան ուրեմն նա ուղղել է Ծառուկյանի դեմ եւ այդպիսով նաեւ տնտեսության դեմ, ժողովրդի սոցիալական վիճակի դեմ։ Ուղղակի էս խլել փակելու գործընթացում ինչու են դնում վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը, պետությանը պատճառած վնաս եւ այլ արտահայտություններ։ Ես դա չեմ հասկանում։ Հայաստանի Հանրապետությունը կապ չունի։ Դա թշնամական երկրի պատվեր է Հայաստանին ու հազարավոր քաղաքացիներին վնասելու համար։ Վստահ եմ, ու շատերն են այս կարծիքին։ Անկամ առյուծին ոչնչացրին, երևի վանդակը մտնելու թեման փակելու համար։ Ժորժ ջան, սա արդյոք ինչ որ շեղման նշան չի։ Թող համապատասխան մասնագետները բացատրեն, թե հոգեբանորեն ինչ է տեղի ունենում, երբ մեկ հոգու մոտ ինչ է տեղի ունենում, որ նա ծախսում է պետական այդքան ռեսուրս, այն էլ ապօրինի, սահմանադրությամբ անկախ ինստիտուտներ է տապալում, մասնակից դարձնելով հանցավորության։ Մարդկանց է թողնում անգործ իր ցանկությունների բավարարման համար։ Ինչ է սա, եթե ոչ ինչ որ շեղման արդյունք։ 10,000 քաղաքացի, ավելի շատ, գուցե 10,000 ընտանիք հացից զրկվում է, որովհետև երկրի ղեկավար աշխատողը, այն էլ ոչ լեգիտիմ, նաև հիշաչարությամբ է զբաղված։ Նիկոլը գիտի, որ ոչ մեկ չի հավատում իր ու իր քննչականի հորինած տեքստերին, թքածել ունի վստահաբար։ Ինքը ասել է, վենդետա է լինելու ու լինում է։ Կհավատանք իրեն, թե չենք հավատա, թե սա ինչ-որ հարթարության հաստատում է, դա իրեն չի էլ հետաքրքրում։ Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանը ըստ էության ասում է, այո, ես ոչ լեգիտիմ ղեկավար եմ, այս մեթոդներով ընտրվել եմ եւ սրանք են նաեւ իմ իշխանությունը պահելու մեթոդները։ Երբ երկրի ղեկավարը հիշաչար է, երկիրը դատապարտված է։ Այս մարդը պատրաստ է հիմնահատակ քանդել ամեն ինչ, մենակ թե բավարարի իր քինախնդրությունը։ Մեր զարգացող, շենացող երկիրը մի 50 տարով հետ շպրտվելու, մեր հայրենիքի մի մասը կորցնելու պատճառը հենց դա է, որ այդ մարդը երկիրը կառավարելը դրեց մի կողմ եւ սկսեց իր անձնական ամբիցիաները, հիշաչարությունը բավարարել։ Ու արդեն 8 տարուց ավելի է մենք կորցնում ենք ու պարտվում ենք այդ պատճառով։ Նա ուղղվող չէ։ Նա ատելությամբ, թույնով լցված պարկ է։ Ու քանի դա իշխանության է, այդ թույնը տարածվելու է ամեն ուր։